Եթե կրակոցները չլինեին, սահմանամերձ Չինարին կլիներ ամենահարուստ գյուղը։ Ախտը ժողովուրդը արող ամեն ինչ է։ Բայց սահմանի մոտ դինք հողեր չենք ամշակենք։ 80% ամշակ հողեր։ Չինարեցին առավել լավ գիտի կյանքի արժեքը, քան Հայաստանի ցանկացած այլ համայնքի բնակիչ։ Այդտենց օր չկա ոչ թե կրակոց չլինի։ Մեր երեխեքը լրիվ վախեցած, մեր կանայք լրիվ վախեցած, ստե միշտ էլ կրակոց է լինում։ Առաջնահերթ է խաղաղություն, սահմանները որ խաղաղություն էլի։ Մենք էլ կանանք խղճերներս հանգիստ գլուխներս բարձր տնենք։ Եթե նախկինում դպրոցում 400-ից 500 աշակերտ էր սովորում, այժմ 100-ի էլ չի հասնում այդ թիվը։ Պարապությունը, այս ջահելությունը լրիվ ստեից դուրս են գալի։ Այս գյուղում ապագա չկա։ Լրիվ ջահելությունով մի քիչ հնարավորություն ունի լրիվ դուրս են գալի։ Չինարիից 450 կիլոմետր հեռու գտնվող Կապանում էլ բնակիչները նույն խնդիրներով են մտահոգ։ Կապանում գտել են սոցիալական ծանր կյանքը, առկա կիսապատերազմական իրավիճակը նկարագրելու ձևը։ Ես մի բան եմ ասեմ։ Հայրենիքի սեր, բնության του խոշտանգիչ կամք, նենգու դավադի, ոգինյանահաշ, թողուբոյի ընդերք մոլեգնած, արյուն ցավատանջ, արյուն մղզավանջ, ես իրավիճակին եմ հասրած։ Եվ մեկը չկա, որ ասես ինչ է կանում։ Ղեկավարությունը պիտի մտածի, որ սա իրանց համար հետագայի մաշկահանիչ բան լինի։ Այս ազգը այսպես չի մնալու։ Այսպես չեն կարելի տան, իրանք պատասխան են տալու, ուշանում է։ Թատրոնից դուրս գալուց հետո արդեն 5 տարի առանց աշխատանքի է մեկ այլ կապանցի։ Ապրում է արտագնա աշխատանքի մեկնած եղբոր ուղարկած փողերով։ Չի կարողացել անգամ պահակի գործ գտնել։ Ինձ փոխ ունենամ, ֆիրը 100,000 արժական ունենամ, կգնամ տեղից։ Թե սյունեցիները, թե տավուշցիները հույս ունեն, որ առաջիկա ընտրություններում հաղթող ուժն ի վերջո կլուծի տարիներ ի վեր իրենց հետապնդող խնդիրները։